Արդեն ձևավորված բարի ավանդույթի համաձայն Չայկովսկու անվան երաժշտական դպրոցն իր սաներին, պատանի շնորհալի երաժիշտներին հնարավորություն է ընձեռում տարեվերջի ամփոփիչ համերգներով հանդես գալ երևանյան լավագույն համերգային բեմահարթակներում, իսկ այս տարի Չայկովսկի երիտասարդական նվագախումբը Արնո Բաբաջանյան համերգասրահում մեծ համերգից օրեր անց կմեկնի Շվեյցարիա և Ժնևի Վիկտորիա հոլ համերգասրահում շվեյցարացի տաղանդավոր երաժիշտների հետ հանդես կգա համատեղ համերգով։ Համերգի մենակատարը միջազգային մրցույթների դափնեկիր Դիանա Ադամյանն է։ Եվս մեկ համերգով նվագախումբը հանդես կգա նաև Ժնևի կոնսերվատորիայի դահլիճում։ Ելույթ ենք ունենալու կամերային կազմով, նվագելու ենք բարդագույն ստեղծագործություններ Ալեքսանդր Հարությունյանի, Սիմֆոնիետան Միրզոյանի պոեմ «Էպիտաֆը», Խաչատրյան, ունենք մենակատարներ Դավիթ Բաբայան, Ինգան Հովանեսյան, այսինքն շատ տաղանդավոր երիտասարդներ։ Պատանեկան նվագախումբն աստիճանաբար հարստացնում է եվրոպական հյուրախաղերի իր փորձառությունը։ Փետրվարին մեծ համերգաշարով հանդես են եկել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում եւ մշտապես բարձր են պահել հարազատ կրթօջախի սահմանած բարձր նշաձողը։ Մայստրո Թադևոսյանը փաստում է, վերջին տարիներին շատ ավելի են աշխուժացել արտերկրի երաժիշտների հետ փոխառնչությունները։ Հրավերներ են ստանում տարբեր երկրներից եւ ես հիշում եմ, որ մի անգամ եկել էին Ֆրանսիայից, եթե չեմ սխալվում, երեխաներ, հասակակիցներ եւ ծրագիրը կատարում էին մեկ ուրեմն հայությունը, մեր հայ երեխաները, մեկ իրենք, մեկ խառնվում էին ուրեմն եւ ընդհանուր նվագախմբով կերտում էին ինչ-որ մի ստեղծագործության կերպար։ Սա ինքը փաստը շատ հետաքրքիր է եւ գովելի։ Բաբաջանյան համերգասրահում նաև յուրօրինակ փորձարարություն կլինի։ Մեկ համերգում մեկտեղելով երաժշտությունն ու կերպարվեստը ամբողջ համերգային ծրագրին զուգահեռ բեմում տեղավորված մեծ էկրանին կներկայացվեն հնչող ստեղծագործությունների երիտասարդ նկարչուհի Անիկ Ալստյանի գեղանկարչական մեկնաբանությունները։ Նկարելու եմ այս անգամ երաժշտությունը ու նկարելու եմ ոչ թե հստակ ինչ-որ պատկերներ, այլ ավելի գնալու եմ դեպի զգացական կողմ, պատկերելու եմ այն, ինչ լսել եմ ու այն, ինչ զգում եմ հենց այդ պահին։ Իսկ համերգից առաջ գլխավոր փորձի ընթացքում նվագախումբը մի քանի անգամ վերադարձավ կրունկին, որի բազմաթիվ տարբերակներից դիրիժորն ընտրել է Ալեքսանդր Իրադյանի մշակումը եւ որը մեծ նրբազգացությամբ են կատարում պատանի երաժիշտները։ Նունե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։